Ողջույն սիրելի մարդիկ, ես Կարինեն եմ։ Օրագիր լրատվականի հարթակում զրուցում ենք զարմանալի մարդկանց հետ։ Թեման գիտությունն է, զրույցի այսօրվա նյութը գենետիկան։ Մեր հյուրն է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր պարոն Լևոն Եպիսկոպոսյանը։ Բարև ձեզ, պարոն Եպիսկոպոսյան։ Բարև ձեզ։ Ձեր թեման այնքան զարմանալի է, որ անգամ չգիտեմ ինչպիսի նախաբանով սկսել, որովհետև այն վերաբերում է եւ մարդու էվոլյուցիային, եւ վերաբերում է մեր ազգի ձևավորման ակունքներին, զարգացմանը, միգրացիային եւ այլն։ Մի խոսքով ասելիք շատ կա, եւ ուզում եմ սկսել ամենապարզ հարցից, որին վստահ եմ ունեք շատ բարդ պատասխան։ Ինչ է գենետիկան։ Գենետիկան ճշգրիտ գիտություն է։ Կարծում եմ շատերը գիտեն ինչ է գենետիկան, ուղղակի խոսեմ այն իր առանձնահատկության մասին, որը ոչ բոլորը գիտեն։ Գենետիկան այն գիտությունն է, որը շատ մաթեմատիկահեն է, շատ ճշգրիտ է, եւ գենետիկայի միջոցով ստացած արդյունքները շատ վստահելի են եւ ոչ մի կասկած չեն հարուցում։ Քանի որ նրան այդ արդյունքները կարելի է վերարտադրել, կարելի է կրկնել եւ վերջում էլ ասեմ, որ գենետիկան վերաբերում է ժառանգական հատկանիշներին, այսինքն այն հատկանիշներին, որոնք ժառանգաբար են փոխանցում, այսինքն ծնողներից երեխա եւ այդպես շարունակ եւ դրա հենց այդ պատճառով մենք ունենք հնարավորություն վերականգնել մեր անցյալը, քանի որ մեր անցյալի բոլոր ամբողջական ինֆորմացիան մենք կրում ենք մեր գենետիկական նյութի մեջ։ Ընդհանրապես, երբ ձևավորվեց գենետիկ ֆոնդը կամ, չգիտեմ, երևի սխալ եմ հարցը ձևակերպում, երբ ձևավորվեց գենը, մարդու ծագման որ շրջանում։ Գենետիկան սովորաբար իր ակունքները կապում են Գրեգոր Մենդելի հետ, վանականի հետ, ֆրանցիսկյան վանականը, որը աշխատում էր Բռնո քաղաքում 19-րդ դարի կեսերին, եւ այն ժամանակ ինքը Սիսերի հետ գործեր ուներ, այսինքն տարբեր ձևով ուզում էր իր փորձերի միջոցով հասկանալ, թե ինչպես է ժառանգվում այս կամ այն հատկանիշը եւ հենց ակունքները հենց այդ ժամանակ էր, երբ ինքը արդեն կարողացավ ապացուցել, որ եւ գույնը եւ ձևը փոխանցում է ինչ-որ հատուկ, ինչ-որ կոնկրետ մեխանիզմներով, ճիշտ է, իր տպագրած աշխատանքը լույս տեսավ ոչ այդքան էլ շատ ճանաչված, ասենք, ամսագրում, տեղական ամսագիր էր, բայց անցավ մոտարապես մի 40 տարի, այո, ոչ պակաս, երբ նորից կարծես թե վերաբացվեց այդ օրենքները, վերահաստատվեցին այդ օրենքները 20-րդ դարի սկզբում, բայց իրականում սկիզբը 19-րդ դարի կեսերը 60-ական թվականներն էր։ Եվ դրանից հետո արդեն սկսեց շատ բուռն զարգացում, ավելի արագ սկսեց զարգանալ 30-ական, 40-ական եւ 60-ական, 80-ականների վերջում, երբ արդեն հնարավորություն բացվեց շատ փոքր նյութի քանակի հիման վրա շատ ավելի խորը տվյալներ ստանալ եւ այսօր մենք կարծենք թե ապրում ենք մի հատ նոր փուլ ենք թևակողել, երբ արդեն գործ ունենք ամբողջական գենոմի հետ։ Կարդում ենք ոչ թե առանձին գեների վերաբերյալ տեղեկություն ենք ստանում, այլ ամբողջական գենոմը, որը եթե մարդը վերցնենք, ուրեմն մոտ 3 միլիարդ 200 միլիոն ուրեմն տառերից է բաղկացած, նուկլեոտիդներից, այսինքն եթե պատկերացրեք մենք գիրք ենք եւ այդ գիրքը փաստորեն բաղկացած է 3 միլիարդ 200 միլիոն նուկլեոտիդներից, տառերից, հիմքերից
եւ բացի դրանից դրանք այդպես ասած կրկնակի քանակությամբ են 6 միլիարդ եւ այդ 6 միլիարդը փաստորեն դա այն ամբողջական դենեթենը, որը պարունակում է յուրաքանչյուր բջիջ մեր օրգանիզմում ցանկացած հյուսվածք, ցանկացած բջիջ ուրեմն ունի դա այդ ինֆորմացիան, այդ տեղեկությունը եւ դա այստեղ այն տեղեկությունն է, որ ստեղծված է բնության կողմից եւ բնությունն է դա գրել եւ դա այն տեղեկությունն է, որը անհնարին է, ոչ թե գրեթե, այ անհնարին է, բացարձակապես անհնարին է կեղծել եւ եթե բնությունը գրել է եւ մենք կարդում ենք բնության կողմից ստեղծած մի նյութ, բարձր որ այդ նյութը պետք է մեզ ինչ որ հուշի եւ այդ նյութը պետք է նկարագրի շատ բնական երևույթներ եւ այդ բնական երևույթների մասին տեղեկությունը այսօր դրանով զբաղվում է մոլեկուլային գենետիկան։ Այսինքն աշխարհում չկա այդպիսի գիրք, ես հիմա որևէ գիրք չեմ մտաբերում, որը 1 միլիոնից ավելի տառ ունենա։ Ну, գուցե կան, չգիտեմ։ Դե եթե հանրագիտարան չհաշվենք, այլ մեկ երևի կան, բայց այստեղ կարևորը այն է, որ դա յուրաքանչյուր բջիջ է պարունակում այդ տեղեկությունը։ Եվ բոլոր բջիջները նույն տեղեկությունն են պարունակում, ճիշտ է։ Բոլոր բջիջները, այո, նույն տեղեկությունն են պարունակում, քանի որ բոլոր բջիջները դրանք գոյացել են մի բջիջից, որը որ ժամանակ են եղել է ուրեմն սաղմա եղել եւ այդպես տրոհվելով դարձել է ինչ որ մի հատ օրգանիզմ է դարձել եւ դրանցից մեկը դուք եք, մեկը ես եմ եւ մեր բոլոր ընկերները, հարազատները։ Այսինքն գենետիկան, գենետիկ այդ կոդը, որը 6 միլիարդ միավորից է կազմված, յուրաքանչյուրս ունենք, հայրս էլ ունի, ես էլ ունեմ, եւ մեզ կապող ինչ որ ընդհանուր թվեր կան եւ կան տարբերություններ, որտեղ իմ անձնական միավորը տարբերվում է հայրիկիս անձնական միավորից, բայց այդ ընդհանուրը քանի տոկոսն է կազմում։ Դե կարծես թե պարզից էլ պարզ է։ Ինչու, քանի որ դե եթե մենք ունենք երկու ծնող, հայրը եւ մայրը արդեն ունեն իրենց ներդրումը համարյա թե հավասար կերպով, բայց իրականում դա այդքան էլ հավասար չի։ Նո մոտավորապես ասում ենք 50% մենք ուրեմն ժառանգել ենք մեր հայրիկից, 50% մայրիկից։ Այստեղ գենետիկայում դա, այսինքն մասնագետները շատ լավ գիտեն, որ դա այդպես չէ եւ մայրիկը սովորաբար շատ ավելի մեծ ներդրում ունի, քան հայրիկը, բայց զուտ քանակական է այստեղ։ Որակականի մասին այստեղ չենք խոսում, քանի որ այդ իմաստով ներդրումը հավասար է եւ այստեղ մի բան ուղղակի օգտվեմ պահից ասեմ, որ դա ուսանողներին եմ սովորաբար դա ասում, ուսանողները այդքան էլ չեն ընկալում մի անգամից, քանի որ դե տարօրինակ է թվում, անսպասելի է թվում, որ եթե համեմատենք, ասենք, երեխա եւ ծնող եւ վերցնենք աղջիկ երեխա, տղա երեխա, այսինքն որդին, դուստրը եւ ծնողը, հայրը, մայրը, այդ բոլոր այդ 4 տարբերակներում ամենամեծ նմանությունը որդին եւ մայրն են։ Այո, դա այդպես է։ Հետաքրքիր է։ Դա այդպես է եւ Իսկ դուստրը եւ հայրը թե արդեն կապ չունի։ Հետո գալիս է ուրեմն դուստր եւ հայրը, դուստր եւ մայրը համարյա հավասար են բանի տեսակետից, ուրեմն վիճակագրության, մաթեմատիկայի տեսակետից հավասար են, բայց քանի որ սաղմը զարգանում է մորարգանդում, կան այնտեղ կան նաև լրացուցիչ գործոններ, որոնք ավելի են ուժեղացնում գենետիկական կապը, դրա համար երկրորդ տեղում դա մայրն է եւ դուստրը։ Երրորդ տեղում դուստրը եւ հայրը, մայրը, չէ, դուստրը եւ հայրը, ներողություն, եւ չորրորդ տեղում ինչքան էլ դա դուր չգա հայրերին, չորրորդ տեղում դա հայր ու որդին է։ Եվ ես դա օգտագործում եմ որպես, չգիտեմ, փաստարկենք, չգիտեմ, ապացույց, որ կան հայրեր, որոնք որ ձգտում անպայման պետք է որդի ունենան, բայց չէ որ որդին ավելի քիչ է ժառանգում հորից, քան ասենք։ Խոսքը միայն արտաքին նմանությունը չէ։
Չէ, նայեք, արտաքինը որ ասում են կան ուրեմն կա Y քրոմոսոմ կամ Y քրոմոսոմ են ասում անգլերեն, որը ժառանգվում է հայրական գծով, այսինքն տղամարդկանց գծով, եւ այդ դեպքում մենք 100% գիտենք, որ եթե հայրը ուրեմն փոխանցել է այդ Y քրոմոսոմը, որդին անպայման պետք է դա կրի։ Եվ միայն դրանով կարելի է սահմանափակվել ոչ մի լրացուցիչ անալիզ չի իրականացնելով տեսնել, որ իրոք այդ Y քրոմոսոմը ինքը ժառանգել է հորից, թե ուրիշ մարդուց էլի, հարևանից, թե չգիտեմ, ինչ որ մի ավելի դուրեկան մարդուց, չգիտեմ, այո, դա կյանքում շատ է պատահում, տարբեր ուրեմն ժողովուրդների մոտ տարբեր տոկոս կա այդ շեղման հետ կապված, բայց այն ամենայնիվ պետք է ասենք, որ այդ Y քրոմոսոմը լինելով շատ ոնց ասեմ վստահելի բան, այդ մարկեր կամ ցուցանիշ պարունակում է շատ քիչ գեներ, քանի որ Y քրոմոսոմը ինքը շատ փոքր է իր չափսով եւ երրորդն է փոքրությամբ, այսինքն դրանով է պայմանավորված, որ հոր եւ որդու միջև նմանությունը հենց ամենափոքրն է այդ տարբեր ուրեմն այդ 4 հնարավորություններից։ Թերս տարօրինակ հարց ունեմ, որը մեր հասարակության մեջ շատ կարևոր տեղ ունի եւ ես երբեք այդ վերաբերմունքը չեմ հասկանում, հատկապես մայրերի կողմից, որոնք սեռային ընտրություն են անում զավակների հետ կապված, բայց արդյոք գենետիկայի միջոցով հնարավոր է պլանավորել սեռային հղիություն։ Գիտեք, գենետիկան ասելով, որ ինքը մաթեմատիկա հեն է, շատ ճշգրիտ է, դա չի նշանակում, որ այնտեղ կա որոշակիություն բոլոր հարցերում։ Այսինքն, եթե այսօր ծնվել է տղա, հաջորդ պտուղը պետք է լինի աղջիկ ոտ։ Գուշակել շատ դժվար է, գուցե կարելի ասել անհնարին է։ Անկամ բժշկության։ Ինչու՞, քանի որ նայեք, այստեղ կա բան, այստեղ կա հավանականության, տեսության, նաև գաղափարը։ Նայեք, ծնվում են թեկուզ այսպիսի մի օրինակ, որը որ շատ դիպուկ է, շատ հիմնավորված է, դա հետևյալն է։ Մենք բոլորս գիտենք, որ այսինքն մասնագետները գիտեն, որ ծնվում են սովորաբար ծննդատանը 105 երեխա, 105 տղա եւ 100 աղջիկ, հարաբերակցությունը այդպիսինն է, կամ 104-ը 100-ի։ Եվ դա պայմանավորված է նրանով, որ մանկական մահացությունը էլի ունի, այսպես ասած, դիֆերենցիացված է, այսինքն տարբերվում է։ Տղա երեխաները ավելի շատ են համեմատաբար մահանում, քան աղջիկ երեխաները։ Այդպես է, նրանք ավելի, այսպես ասած, խոցելի են, նրանք ավելի շատ են կրում տարբեր մուտացիաներ, տարբեր հիվանդություններ, դա մասնագետները դա գիտեն, եւ նույնիսկ իսկ երբ որ բեղմնավորում է կատարում, այնտեղ շատ ավելի շատ է։ Ուրեմն այդ հարաբերակցությունը, այսինքն 110-ը 100-ի։ Եվ մոտարապես 5-ը մահանում են սաղմի վիճակում, այդ փուլում եւ ծնվում են 105-ը 100-ի, բայց մոտարապես 5 տարի հետո այդ հավասարվում է դրանց ուրեմն քանակը 100 աղջիկ 100 տղա եւ գնալով տղաները ավելի խոցելի են եւ կան տարբեր տեսություններից մեկը խոսում է նրա մասին, որ տղաները ավելի շատ նոր մուտացիաներ են կրում, եթե մուտացիան լավն է, կանանց միջոցով, աղջիկների միջոցով նա արդեն արմատավորվում է պոպուլյացիայում, այսինքն ժողովրդի գենոֆոնդում եւ այդպես գնալով ուրեմն սկսում է գործել էվոլյուցիոն տարբեր մեխանիզմներ։ Եթե վատն է լինում, արդեն տուժում է ինքը կրողը, ինքը ոչ սերում դա թողում, ոչ ասենք ժառանգություն է թողում պարզ է, եւ դրանով է պայմանավորված, որ ուրեմն տղաները պետք է կարծես թե շատ ծնվեն, բայց դա ոչ մի կապ չունի այն միտման հետ, երբ ասենք չգիտեմ, տարբեր ժողովուրդներ, հատկապես ասենք դա վերցնենք Չինաստանում է շատ տարածված եղել, այսօր տարածված է Հնդկաստանում եւ ցավոք շատ եմ ցավում, որ նաեւ Հայաստանում, երբ ծնողները հատկապես չգիտեմ ամուսնու թելադրանքի տակ կամ չգիտեմ ճնշման տակ ստիպում են կնոջը վիժել այն դեպքում, երբ որ նրանք արդեն գիտեն, որ պտուղը իքական սեռի է։ Դա ես դա կհամարեի պետական, չգիտեմ, բան, դավաճանություն, քանի որ մեզ պետք են
մեզ պետք են եւ տղաներ եւ աղջիկներ Իհարկե։ եւ առաջերտին աղջիկներ մեզ պետք են կանայք որոնք ի վիճակի են ծննդաբերել, քանի որ գուցե մենք գենետիկայի ոլորտից մի քիչ դուրս ենք, բայց կարծում եմ թե ոչ, քանի որ դա կապված է ժողովրդագրական ժողովրդագրության հետ եւ դեմոգրաֆիա կոչվածը, որը Հայաստանում այսօր ամենացավոտ, ամենախոցելի, չգիտեմ, հրատապ հարցերից է եւ ես կուզենայի եւ միշտ էլ այս հարցազրույցի ժամանակ եւ միշտ խնդրում եմ, հորդորում եմ եւ աղաչում եմ, ասում եմ կանչեք մասնագետի, որը դեմոգրաֆիայով զբաղվում, որը ավելի տենց մասնագիտական, ավելի համոզիչ կերպով կխոսի այն մասին, թե ինչ վիճակում է գտնվում մեր ուրեմն դեմոգրաֆիայի, այսպես ասած, պատկերը։ Պլանավորել ենք նման զրույց, անպայման կունենանք, վերադառնալով մեր թեմային, քանի որ խոսեցինք ազգային խնդիրներից, իսկ ձեր գործունեության ամենահիմնական, ամենածանրակշիռ բաժինը հասնում է հենց մեր էթնոսի գենի ուսումնասիրությանը, արդյոք երբ սկսեց ձևավորվել մեր էթնոսը կամ առհասարակ երբ եւ ինչպես սկսեցին ձևավորվել էթնոսները, դրանից սկսենք թերևս եւ վերադառնանք հայ ժողովրդին։ Էթնոսները այդ հարցին պատասխանելու համար մենք պետք է ուղղակի սահմանում տանք ինչ է իրենից ներկայացնում էթնոս, դա ուղղակի բազմություն է մարդկանց, ում նախնիները երկար ժամանակ ապրել են նույն տարածքում, այսինքն տարածքն էլ է որպես գործոն, որպես խորքային գործոն ազդել այդ ձևավորման վրա, խոսել են նույն լեզվով, քանի որ առանց լեզվի դժվար է պատկերացնել, թե ինչպես է ձևավորվում մշակույթը, լեզուն միշտ չի, որ մենք ունեցել ենք լեզու, բայց տառեր չենք ունեցել, պարզավոր պետք է փոխանցեիք սերնդեսերունդ, պետք է փոխանցեինք այդ մշակույթը փոխանցում էր միայն եւ միայն լեզվի միջոցով, հմտությունները, չգիտեմ, մեր ազգային ավանդույթները, այդ ամեն ինչի ավանդությունները, դրանք պետք է փոխանցվեն լեզվի միջոցով, բացատրելով, ընդօրինակելով եւ այլ, այսինքն դա շատ պարզ մեխանիզմ է, բայց դրա հետ միասին պետք է մարդիկ հասկանային, որ իրենք պատկանում են այս բազմությանը, ինչպես է դա լինում, դա ոչ թե, ես ճակատից գրած է կամ չգիտեմ աչքերի գույնն է, ոչ, դա չի կարևորը, մենք կարող ենք լինել շատ բազմազան, ինչը վերաբերում է հենց հայերին, բայց դրա հետ միասին մենք գիտենք, որ մենք նույն օրորոցայինն ենք լսել, որ մենք ուրեմն նույն հեքիաթներն ենք լսել, նույն դիցաբանության աշխարհում ենք ուրեմն մեծացել, թրծվել եւ այդպես շարունակ, այսինքն պատմամշակութային ժառանգությունն է գրողները նույն բազմությունն են, դա էլ է մեզ հենց ձևավորում որպես հայ, վրացի, չգիտեմ, ուզբեկ եւ այլն, այսինքն յուրաքանչյուր էթնոս ունի իր առանձնահատկությունը, այսինքն որ գործոնները տարածքը, լեզուն, պատմամշակութային ժառանգությունը։ Բայց դրա հետ միասին կա նաեւ մի գործոն, որը այդքան էլ ստույգ չի, այդքան էլ կարևոր չի, բայց այնուամենայնիվ դա մեզ մոտ ձևավորվել է, արմատավորվել է եւ շատ այդպես առանցքային ձևով է մեզ մոտ գոյություն ունի։ Դա որ մենք նույն նախնիներից ենք առաջացել։ Այսինքն մենք ունենք նույն նախահայր, նույն նախամայր, որը իհարկե դա առասպելական բնույթ է կրում։ Քանի որ եթե նույն նախահայրը լիներ, դա նշանակում է, որ մենք բոլորս պետք է կրեինք նույն Y քրոմոսոմը, հայրական։ Նույն բարեկամներ պետք է։ Այո, այսինքն եթե դա այսինքն նույն ծառը պետք է լիներ եւ ճյուղավորվեր այդ ծառը, այսինքն նույն արմատից, եթե հայրականը։ Նույնը մայրականն է, եթե մայրականն էր, դա էլ կարելի է վերականգնել, այստեղ դա կոչվում է միտոքոնդրիումային ԴՆԹ, կապ չունի, ինչպես է կոչվում, այսինքն կարելի է վերականգնել եւ այն։ Բայց կյանքը կամ գիտությունը ցույց է տալիս, որ ոչ այդպես չի, մենք բազմաթիվ
կան Y քրոմոսոմ ունենք, այսինքն տղամարդկային Y քրոմոսոմներ ունենք եւ բազմաթիվ միտոկոնդրիումային ունենք։ Եվ դա չի խոսում այն մասին, որ մենք ինչ որ շատ ծրված ենք կամ չգիտեմ տարբեր արմատներ ունեն, դա խոսում են դրա մասին, որ մենք բազմազան ենք։ Արմատը էթնոսի համար, այսինքն իր նույնականացման համար, մեր ինքնաճանաչման համար մեր ցակումը կապ չունի։ Ցակումը կապ չունի գենետիկական, կարևորը լեզուն է, կարևորը տարածքն է, կարևորը պատմամշակութային ժառանգությունն է։ Բայց առանց գենետիկայի, առանց մեր գենետիկական բազմազանության կամ ասենք տարբերության, ուրույնության մենք իրավունք չունենք խոսել մեր ինքնության մասին։ Ինչու՞։ Քանի որ մեր ինքնությունը, ազգային ինքնությունը իր հերթին ազդում է նաև մեր գենետիկայի վրա։ Եվ փորձեմ դա ապացուցեմ կամ ասենք բացատրեմ։ Նայեք, երբ որ մենք վերցնում ենք ասենք 3000-4000 տարվա գենետիկական տվյալներ, այսինքն պեղումներից ստացած ոսկրանյութը, պեղած, եւ այնտեղից մենք դնթ-ն առանձնացնում ենք մեր նախնիների դնթ-ն։ Եթե դա ասենք բրոնզե դարի, չգիտեմ, տարբեր դամբարաններից, դամբարանադաշտից, որտեղ մեր իրականացրել են մեր գործերները, հնագետները իրականացնում են բազմաթիվ շատ հետաքրքիր ուրեմն պեղումներ եւ այդ պեղումների արդյունքում մենք ստանում ենք կմախքներ, մարդկանց, մեր նախնիների վերցնելով նրանց դնթ-ը, նրանք գենետիկական պատկերը եւ մերը մենք տեսնում ենք, որ մենք նույն ենք։ Բայց ինչպես է ստացվել, որ նույնն ենք, ինչպես է ստացվել, որ փոփոխություն տեղի չունեցել այս վերջին 4000 տարվա ընթացքում։ Պարզում է, որ բացատրությունը միայն մեկն է։ Մենք եղել ենք այնպիսի պայմաններում, երբ օտարածին, այսպես ասած, ազդեցությունը նվազեցվել է ընդհուպ 0-ի։ Այսինքն մենք ապրել ենք մի տարածքում, որտեղ որ եղել է երկրի արդեն ինչ որ գաղափար։ Սահմանափակ տարածքի գաղափար, լեզվի տարբերություն, լեզվի առանձնացում, այդպես ասենք, եւ մշակութային առանձնացումը տեղի ունեցել։ Եվ մենք բազմացել ենք, ստացվում է, եթե 4000 տարի չի փոխվել, դա նշանակում է, որ մենք բազմացել ենք նույն տարածքում, նույն տիրույթում։ Եվ ինչն է ստիպել, ինչն է դա ձևավորել եւ ինչն է դա թելադրել։ Չէ՞ որ թելադրել է, մենք ուրիշ հետ չենք ամուսնացել։ Լեզվի տարբերությունը, լեզուն չես իմացել, սիրո խոստովանություն տեղի չի ունեցել։ Ոնց բացատրես։ Հա, այսինքն չես հաղորդակցվել։ Եվ բացի դրանից նաև երևի սահմաններ ինչ որ որոշ ձևով փակ են եղել։ Չեմ ասում, որ փշալարել են եղել։ Բայց եղել է, ասենք արդեն պետություններ են զարգացել, ձևավորվել այն ժամանակ։ Չէ՞ որ գիտենք, որ ասենք 5-6000 տարի առաջ պետություններ եղել են։ Այո։ Գուցե այդ պետությունների, ասենք այդ սահմանները այդպես չեն եղել ինչպես այսօր են, ասենք, բայց այնուամենայնիվ ինչ որ մի ձևով եղել են եւ դրանք սահմանափակել են մարդկանց շփումները, գենետիկական շփումները։ Պրոֆեսիոնալ ձևով ասում են վերարտադրողական շփումներ։ Ուրիշի հետ մենք չենք ուրեմն շփվել եւ ասենք եւ դրա միջոցով ասենք մենք չենք բազմացել։ Բազմացումը տեղի է ունեցել փակ տարածքում, փակ տիրույթում է տեղի ունեցել։ Այդ է, կարելի ասել, որ հենց 4-5000 տարվա մասին կարող ենք խոսել, որ ժողովուրդները, առաջի ժողովուրդները սկսել են ձևավորվել։ Եվ այդ ձևավորման այդ ընթացքը տարբեր ժողովուրդների մոտ տարբեր ձևով է, ուրեմն դրսևորվել, տարբեր ձևով է ուրեմն կայացել եւ հայերի մոտ այնպես է, որ այդ 4000 տարին առնվազն այդ անընդհատությունը, այդ նմանությունը պահպանելով, ուրեմն այդ 4000 տարի մենք ունենք այդ անփոփոխ, համարի անփոփոխ, ուրեմն զարգացում ունենք, բայց գենոֆոնդը սկսել է ձևավորվել մոտավորապես 6000 տարի, եւ դա եղել է բավականին բուրըն, այդպես ասած ընթացք է եղել, process է եղել,
ներառելով տարբեր ցեղախմբեր, տարբեր ուրեմն ցեղեր, տարբեր ուրեմն աշխարհագրական խմբեր, որոնք ինչ-ինչ պատճառներով դա դժվար է ասել գենետիկայում դա մեր գենոբանում դա գրած չի դա պետք է ուրեմն պատմաբաններն էլ ի վիճակի չեն քանի որ այդ ժամանակ շատ մանրամասն գրավոր աղբյուրներ չեն եղել երևի ասենք գուցե ինչ որ մի բան մնացել է դիցաբանության ասենք այդ ոլորտում է մնացել շատ բան իհարկե մնացել է նաև բաներում հնագիտների, այդպես ասած, ջանքերի շնորհիվ կարող է դա բացվի, երևի։ Հուսանք, որ գնալով գիտությունը մեկ անսպառ է եւ դժվար է, ոչ թե դժվար է, դա իմաստ չունի ասել, որ 10 տարի հետո կամ 20 կամ նույնիսկ 20 դար հետո մենք սպառիչ տեղեկություն կունենանք, երբեք չենք ունենա։ Երբեք չենք ունենա եւ գնալով մենք ուղղակի հարստացնում ենք, բայց երբեք, չգիտեմ, մեկի չենք հասնի, 100%-ի չենք հասնի եւ դա շատ լավ է, որ գիտությունը ունի այդ առանձնահատկությունը, մենք բան չենք, քաղաքական գործիչներ չենք, որ ասենք, որ մեր գաղափարախոսությունն է միայն ճիշտը, սովետական շրջանը ապրած մարդ եմ ես եւ շատ լավ գիտակցում եմ, որ այն ինչ որ եղել այն ժամանակ, որ մարքսիզմ, լենինիզմը դա ճշմարտություն է եւ դոգմա չի, բայց արդեն դա արդեն դոգմատիկ այդպես ասած արտահայտություն է, բայց գիտությունը պետք է զերծ մնա դոգմայից եւ մենք գնալով ուղղակի հարստացնում ենք, խորացնում ենք, ընդլայնում ենք, ընդարձակում ենք մեր գիտելիքները, բայց երբեք բացարձակ ճշմարտության չենք հասնելու եւ փառքացու Այդ հազարավոր տարիների ընթացքում, երբ մեր ազգը գրեթե անփոփոխ շարունակել է իր ուղին, այնուամենայնիվ ձեռք է բերել ազգը ձեռք է բերել որոշակի հիվանդություններ, որոնք պահպանվել են մինչև մեր օրերը, չէ՞, որոնք թերևս ամենազգ ունի իրեն բնորոշ հիվանդությունը եւ մենք գիտենք, որ հայերիս մեջ էլ կան այդպիսի տեսակներ հիվանդության, որոնք կարծես հայերի հետ են կապվում։ Նայեք, սովետական տարիներին կար մարդահամար։ Ահա։ Յուրաքանչյուր 10 տարին մեկ, ուրեմն մարդահամար էր անցկացում եւ մարդահամարը ինչքանով էր ճիշտ, դա ուրիշ հարց, բայց բոլոր դեպքերում ինչ որ մի օբյեկտիվություն կար այնտեղ եւ թեկուս եթե վերցնենք ուրեմն համեմատելով տարբեր խմբերի հետ այն ժամանակ ուրեմն այդ համեմատությունը կատարվում էր տարբեր ուրեմն հանրապետությունների միջև կար Էստոնիա, կար չգիտեմ Ուզբեկիստան, Ռուսաստան, Հայաստան եւ այդ տվյալները փառքասու առ այսօր էլ ուրեմն գոյություն ունեն Եվ այն ժամանակ ես լավ հիշում եք արդեն զբաղվում ենք այդ հարցերով 70-ական թվականներն էր 79 թվականին եղավ շատ լավ մարդահամար, այսինքն այն իմաստով որ լիարժեք էր 89 թվականին էլ եղավ Հայաստանի տվյալները, բայց արդեն այդքան էլ հուսալի չէին, քանի որ երկրաշարժից հետո էր Երկրաշարժից հետո այնտեղ շատ բաներ շեղվեց, մարդիկ լքեցին Հայաստանը գնացին, զոհեր եղան, այսինքն այդ տվյալները այդքան էլ հուսալի չեն, բայց էլի օգտագործվում են։ 79 թիվն ենք վերցնում որպես ամենահուսալի, ամենաօբյեկտիվ կամ համեմատաբար օբյեկտիվ տվյալներ։ Եվ այդ տվյալներ եւ դրանից առաջ 69, 59 այդ տվյալների համաձայն մեր բնակչությունը Հայաստանի բնակչությունը ուներ հետևյալ ուրեմն առանձնահատկություններ հիվանդացությունը եւ մահացությունը ամենափոքրն էր սովետական միությունում այո բացի դրանից եւ ամենաերկարակյացն էր թվերը բացարձակ չեմ հիշում բայց դա չկարևոր է 70-ից ավել էր 73 էր ինչան եւ հետաքրքիր եւ ինչն էր այնտեղ շատ կարեւոր տղամարդ կանց եւ կանանց միջև տարբերությունը 2 տարի էր ընդամենը 2 մի քիչ ավել գուցե կանայքին երկար կանայքը միշտ ավելի երկար են ապրում այո դա իրենց առավելությունն է այսպես ասած
դա կամ առանձնահատկությունն է լավ եւ սովորաբար դա այդ փոքր տարբերությունը երկարակեցության իմաստով խոսում է այն մասին, որ առողջական վիճակը ժողովրդի, այսինքն պոպուլացիոն մակարդակով բարձր մակարդակում է։ Հայաստանը այդպես է եղել։ Դա խոսում է նաև նրա մասին, եթե ավելի խորը գնանք եւ պատճառների մասին խոսենք, խոսում է նրա մասին, որ գենետիկական ներուժը պոտենցիալ բառը, եթե օգտագործենք միջազգային, գենետիկական ներուժը մեզ մոտ շատ բարձր է եղել։ Կա այդպիսի հասկացողություն եւ բժշկության մեջ եւ գենետիկայում։ Գենետիկական ներուժ, այսինքն այն ներուժը, որը ապահովում է գենետիկայի միջոցով։ Իսկ երբ է ապահովում, այն դեպքում, երբ որ մեր գենոֆոնդը ծանրաբեռնված չի հիվանդություն առաջացնող մուտացիաներով։ Եվ իրականում դա այդպես է։ Միակ հիվանդությունը ժառանգական, որը տարածված է հայերի մոտ, դա պարբերական հիվանդությունն է։ Կամ տենդն է, միջ երկրածովյան ընտանեկան տենդն է, որը իհարկե շատ է տարածված է մուտացիաների տեսքով եմ ասում տարածված է, եւ մեր վերջին տվյալներով մոտավորապես 45%-ը լավ, 40-ից 50%-ը կրում է այս կամ այն մուտացիան։ Դա չի նշանակում, որ հիվանդություն առաջացնող մուտացիա է։ Ասենք այսօր մի քանի 100 մուտացիա է հայտնաբերված այդ գենի վրա, բայց դա ոչ բոլորն է, մի քանի 2 տասնյակն են, որ ասենք կարող են հիվանդություն ավելի քիչ նույնիսկ հիվանդություն առաջացնեն, եւ դա նշանակում է, որ ուրեմն պետք է նախորոք իմանաս, որպեսզի խուսափես հիվանդ երեխա ունենալուց։ Եվ դա արդեն առանձին թեմա է, թող մասնագետները խոսեն դրա մասին։ Իսկ ինչ վերաբերում է ուղղակի տարածվածությունը բավականին բարձր է, բայց դա էլ ունի իր գենետիկական, ուրեմն պատճառը ունի, իր գենետիկական նշանակությունը ունի, էվոլյուցիոն նշանակությունը, դա էլ առանձին զրույց է, դա կարելի է երկար խոսել, բայց մենք պետք է ուրախ լինենք եւ հպարտ լինենք, որ մեր գենոֆոնդը շատ առողջ է։ Մեր գենոֆոնդը առողջ է եւ դա չի նշանակում, որ մենք պետք է այդպես ասած բարձի վրա տենց հանգստանանք եւ քնենք, չէ, դա նշանակում է, որ մենք պետք է քաչ տեղյակ լինենք եւ յուրաքանչյուրս վաղ ամիս օրը պետք է նաեւ յուրաքանչյուրս պետք է ձգտենք ունենանք թեկուս նորածինների համար նրանց գենետիկական անձնագիրը, որպեսզի պարզ լինի, թե ինչ է սպասում նրանց, եթե ունեն այս հիվանդության հետ կապված, ասենք, ուրեմն հավանականություն կամ մյուս հիվանդության հետ կապված, իսկ եթե դիպուկ վերցնենք, ասենք, ուրեմն պարբերական հիվանդությունը, ապա ինչ մուտացիա է նա կրում, որպեսզի վաղ մյուս օրը նա ամուսնանալուց հասկանա, որ ինչ է սպասում իրենց ապագա երեխային, ինչ հավանականությամբ կարող է ծնվի երեխան այդ հիվանդություն կրելու իմաստով։ Հիմա ես հիշեցի մի դեպք Չինաստանում մի քանի տարի առաջ, երբ ցիահով վարակված ծնողներից մեկի գենը մուտացիայի են ենթարկել արհեստական ճանապարհով եւ ասում են առողջ զույգեր են ծնվել։ Դա հայտնի դեպք էր, այդ դեպքը նույնիսկ այսպես ասած քրեական բանում շարունակություն ունեցավ, այդ երկու մասնագետները մեկը կենսաֆիզիկոս էր, այսինքն ինքն էր իրականացնում այդ գենետիկական բանը միջամտությունը, մյուսն էլ բժիշկ էր, երկուսն էլ դատվեցին, նույնիսկ ինչ որ չինեմ որոշ ժամանակ բանտում անցկացրեցին, բայց բանը իրական դեպքը կապված էր հետևյալի հետ, ուրեմն տղամարդը ուրեմն ուներ այդ հիվանդությունը, ձյավը, եւ պարզա որ սերմը, որ ինքը պետք է ներկայացներ այդ արհեստական բեղմնավորման համար ռիսկային էր։ Արդեն վարակված էր։ Արդեն։ Այն ժամանակ դեռ չկար այդ միջոցը, որը, ասենք, լիովին մաքրեր այդ վիրուսից,
Այսօր կարծես թե կա, եթե չեմ սխալվում։ Կարծես թե կա, բայց համատարած չի։ Դա լավ, թող բժիշկները բանանեն, ինձ ներեն, եթե սխալվում եմ։ Կարևորը այն էր, որ կար զուտ գենետիկական միջամտության ուրեմն հնարավորություն փոխել ոչ թե այդ միավի բանը վարակի, ասենք, վիրուսի հետ նրանք գործ չունեին այս կոնկրետ դեպքում նրանք փոխում էին ուրեմն DNT-ում մի հատված մուտացիային ենթարկում, ընդ որում այդ մուտացիան ոչնչացում էր, ինչ որ մի քանի բան նուկլեոտիդներ պետք է ոչնչացնեին, դելեցիա կոչվում, ոչնչացնել, եւ ոչնչացման միջոցով ստանում էին մի նոր սպիտակուց, որը դիմադրողականություն էր առաջացնում միավ ձևին։ Եվ հաշվով լավ բան են անում։ Հա, բայց դա 100%-անոց չի։ Նրանք կարող է պատահի, ասենք, ինչ որ նաև վնաս հասցնեին։ Այդ վնասի հավանականությունը հաշվարկած չէր, փորձարկված չէր նախորոք, այսինքն հատուկ, չգիտեմ, պետական մարմնի կողմից նրանք չունեին թույլտվություն, լիցենզիա չունեին։ Եվ դրանով էր պայմանավորված նրանց, այսպես ասած, բանդին հասցնելու Մեծ հաշվով գիտությունը ռիսկեր է, չէ, եւ գիտությունը ռիսկեր է եւ պետք է անպայման լինի հսկիչ մարմին պետք է լինի, պետք է լինեն զսպող տարբեր մեխանիզմներ պետք է լինեն, որպեսզի դա վնաս չհասցնի։ Դուք գիտեք, որ բժիշկների մոտ կա այսպիսի մի կարգախոս՝ մի վնասիր։ Այո։ Եվ քանի որ դե, ասենք, այդ գենետիկան նաեւ կապ ունի, շատ սերտ կապված է նաեւ բժշկության հետ, Պարզա որ նույն կարգախոսը պետք է նաև վերաբերի նաև գենետիկային պետք, նու ցանկացած ոլորտին պետք է վերաբերի, հոգեբանությանը պետք է, հոգեբուժությանը, բոլորին պետք է վերաբերի, չգիտեմ, այդ խաղերին, այդ համակարգչային խաղերին պետք է վերաբերի, որպեսզի կախվածություն չառաջանա, կախվածությունը արդեն վնաս է։ Մի վնասիր ես կասեի բոլոր ասպարեզներին ավելին։ Քիչ առաջ դուք խոսում եք մեր գենոֆոնդի առողջ լինելու մասին, բայց ես հաճախ եմ լսել ոչ գենետիկայի մասնագետներից այն մասին, թե մենք ծերացած արյուն ունենք, հին ժողովուրդ ենք, պետք է արյունը թարմացնել եւ այլն, եւ իհարկե մասնագետի եթե դիմեմ Ինչ կասեք այս մասով արդյոք, եթե մենք առողջ գենոֆոնդ ունենք, ծերացած ենք թե ոչ, որպես հասարակություն։ Նայեք, գենոֆոնդի առողջական վիճակը, եթե այդպես ձևակերպենք, բնութագրվում է գենոֆոնդի բազմազանությամբ։ Ինչքան բազմազան է գենոֆոնդը, այնքան նա առողջ է, առանց ճակերտների։ Առողջ, այո, պետք է բազմազան լինի։ Եվ այդ բազմազանությունը ինչքան նեղ է նրա բազմազանությունը, այնքան դժվար է նա դիմադրում տարբեր ազդեցությունների։ Մենք պետք է բազմազան լինենք։ Եվ մեր բազմազանությունը մեր տարածաշրջանում մենք զիջում ենք միայն Թուրքիայի բնակչությանը։ Ինչու՞։ Թուրքիան ժամանակին ձևավորվել է մասնագետները եւ ոչ մասնագետները քաշտեղյակ են ինչպես է ձևավորվել ներառելով տարբեր բնիկ ժողովուրդներ եւ այդ տարբեր ժողովուրդները սրի տակ, չգիտեմ, մահվանց վառնալիքի տակ եւ այլն, նրանք ստիպողաբար ուրեմն դարձրել են Թուրքիայի բնակչություն։ Չեմ ասում թուրքեր, Թուրքիայի բնակչություն եւ այդ Թուրքիայի բնակչության գենետիկական բազմազանությունը, մոտարապես, չգիտեմ, ինչ որ մի 20%-ով ավելին է, քան մեզ մոտ, բայց մենք շատ ավելի բազմազան ենք, քան Վրաստանի բնակչությունը, շատ ավելի բազմազան ենք, քան Ադրբեջանի բնակչությունը եւ բազմազան ենք, քան Իրանի բնակչությունը։ Բազմազանությունը պայմանավորված է արմատների քանակով։ Այսինքն աղբյուրների, ակունքների քանակով։ Այսինքն մեր ակունքները, որը մենք ժամանակին, մենք չէ Մեր պատմությունը նախնիները հավաքել են, իմի են բերել, միացրել են, միավորել են, մոտարապես 6000-ից 4000 տարի, այդ 2000 տարվա ընթացքում դրանք եղել են բազմազան եւ բազմաթիվ։ Հայկական լեռնաշխարհի Հայկական լեռնաշխարհի բնակչությունը տարբեր բան։ Ինչու են հայերի, այսպես ասած, հովանոտակ, չգիտեմ։ Ես դրա պատասխանը չգիտեմ։ Դրա պատասխանը պետք է
պատմաբանները փորձեն միասին։ Սա այն հարցն է, որտեղ պետք է հավաքական ուժով, հավաքական, չգիտեմ, ջանքերով փորձենք պատասխանենք այդ հարցին։ Միայն գենետիկայի մասնագետը ի վիճակի չի դա այդպես ասած պարզից պարզը։ Պատմաբանը ի վիճակի չի պարզից պարզը եւ մնացածները առանձին։ Այստեղ պետք է մի հավաքական ուժ, որպեսզի մենք կարողանանք հասկանանք, այսինքն մի քանի վարկածներ են պետք եւ այդ վարկածների այսպես ասած ստուգման միջոցով մենք կարող ենք գալ ինչ շատ թե քիչ, ասենք հավանական մի տարբերակ է հասնենք։ Կարծում եմ ժամանակը արդեն հասունացել է եւ պետք է այդ հարցով զբաղվի ոչ թե պատմաբանը եւ ասի միակ ճշմարտությունը սա է կամ հնագետը կամ ինչ որ փիլիսոփան կամ ոչ այլ մի ամբողջ խումբ տարբեր իհարկե դա այն հարցն է որ պահանջում է բազմապրոֆիլային մոտեցում էլի եւ փաստորեն մենք վտանգված չենք, մեր գենոֆոնդը վտանգված չէ եւ ես շատ ուրախ եմ դրա համար, որովհետեւ այդ զրույցներին կարող եմ փաստերով դիմադրել, շնորհակալություն ձեզ, պարոն եպիսկոպոսյան, եւ ասեմ, որ հենց այսօր լուսադեմին վերադարձա Թուրքիայից 4-րդ այցս էր մեր նախնիների հետքերով եւ թերևս այս անգամ ավելի հեշտ հաղթահարեցի այդ զգացմունքային փուլերը եւ նկատեցի, որ հայերի նկատմամբ մի քիչ ավելի մեղմ վերաբերմունք կար, քան ես նախորդ անգամներում նկատել էի, որովհետև միշտ գնում եմ ագրեսիվ տրամադրությամբ եւ չեմ նկատում, որ մեզ հաճախ ժպտում են, հատկապես քուրդերը։ Զրուցեցի մի քանիսի հետ եւ քուրդերից մեկը ասաց, որ իր տատը հայ է եղել, մեկ ուրիշն ասաց, որ իր պապիկն է հայ եղել եւ զարմանալի է, որ նրանք ունեին շատ եվրոպական արտաքին, կապույտ աչքերով, բաց մաշկով ու մազերով եւ նույնիսկ թուրքերի մեջ բոլորովին այն դասական նկարագրությունը ինչպեսին պետք է լինի իսկական թուրք, այդպիսի նկարագրությամբ թուրք գրեթե չկա, այսինքն դու տեսնում ես մի արտաքնապես տիպիկ եվրոպական բազմազան հասարակություն, որոնք խոսում են սակայն թերևս ենթագիտակցորեն արտաքնապես իրենց ոչ համապատասխան լեզվով։ Զարմանալի է, բայց հիմա հասկանալի է, թե ինչու է Թուրքիայում արգելված գենետիկ անալիզ անելը, որովհետև իրենք վախենում են, որ կբացահայտվի, թե քանի տոկոսն է իրենց ծագման պատկանում հայկական գենոֆոնդին։ Եվ ես ոչ այլ ոք, քան ես գիտեմ, որ դուք սպառում եք հայ գենի միգրացիայով, հայկական գենի ատլասը կազմելով, ես ինքս պատիվ ունեցել եմ ձեզ մոտ անալիզ հանձնելու եւ անհամբեր սպասում եմ արդյունքներին։ Սպասեք։ Համբերությամբ լուծեք, այո։ Ամենայն համբերությամբ զինված եմ եւ դա սովորական անալիզ չէ։ Ես գիտեմ, որ այդ անալիզը ուրիշ ոչ մի տեղից մենք ստանալ չենք կարող, որովհետև եթե հանձնենք դա տարբեր լաբորատորիաներում, ապա կունենանք ընդհանրապես որոշակի սխեմա, թե քանի տոկոսն է ծագմանդ հայ, քանի տոկոսը որտեղից եւ այլն, բայց դուք շատ ավելի չի համապատասխանում։ Այո, դուք արդեն այդ մասին ինձ ասել եք մեր անձնական զրույցներից մեկի ժամանակ, բայց դուք շատ ավելի խորը կարևոր գործ եք անում եւ մեզ համար ռազմավարական նշանակություն եւ պատմական նշանակություն ունեցող, որովհետեւ դուք պարզում եք ձեր հետազոտությամբ, թե ինչ փուլերով, որ ուղղությամբ զարգացավ հայ մարդու գենը, ինչ տեղաշարժեր ունեցավ հայկական լեռնաշխարհում եւ հենց դրանով պայմանավորված է այն, որ դուք փնտրում եք մարդկանց, որոնց բոլոր նախնիները ծագում են նույն տարածաշրջանից։ Իմ դեպքում դա Մուսալերն է, այս պահին դուք փնտրում եք մարդկանց, որոնք բոլոր կողմերը, բոլոր տատիկ պապիկները ուրֆացի են, ամասիացի են, բալուից են եւ այլն։ Խնդրում եմ այս մասին պատմեք, որովհետև դա շատ կարևոր է մեր ազգի, մեր ինքնության համար։ Դե նայեք, մենք ունենք տարբեր կտրվածքներ մեր պատմության, այսինքն տարբեր էջեր։ Կտրվածքներ ավելի ճիշտ է։ Մենք ունենք ուղղակի զուտ հայ ժողովրդի կամ հայոց պատմություն։ Այդ մի մասն է։ Կա քաղաքական պատմություն։ Կա, չգիտեմ, տնտեսական պատմություն, բայց պետք է լինի նաև գենետիկական պատմություն։ Համամիտ։ Քանի որ գենետիկան էլ է զարգացել, փոփոխվել, ձևավորվել, կազմավորվել, եւ դա էլ է պատմություն։
Եվ այդ պատմությունը մենք պետք է ունենանք, քանի որ վերաբերում է մեր ազգին, դա մեր պարտքն է, որպեսզի ձևավորենք, վավերագրենք, չգիտեմ, արձանագրենք եւ հավերժացնենք։ Ինչու՞։ Մենք մեր պատմական տարածքից, չեմ ասում պետությունից, տարածքից, այսինքն այն տարածքը, որտեղ հայերը ապրում էին, մի ժամանակ պետականություն ունեինք, ինչ որ որոշ ժամանակ, երկար ժամանակ չունեինք, բայց կարևորը այն է, որ ֆիզիկապես մենք գոյություն ունեինք եւ ապրում էինք։ Սկսած այդ, եթե մենք վերցնենք այդ մտովին, պատկերացնենք այդ հայկական բարձրավանդակը, հսկա տարածք է եւ այդ տարածքից մնացել է ընդամենը 10%։ Այդ 10%-ը այսօր չի արտացոլում գենետիկայի տեսակետից այդ 100%-ը։ Ինչու՞։ Քանի որ այսօր Հայաստանում համարյա չկան ուրեմն ժառանգներ, մարդիկ, ում նախնիները եղել են, ասենք, Ամասիայից։ Ես Հայաստանում 2 հոգի եմ գտել ընդամենը, այսինքն 2 հոգին քիչ է։ Մենք պետք է ավելի շատ գտնենք, որպեսզի կարողանանք վերականգնել։ Այսինքն մենք մեր հիմնական նպատակը այն է, որպեսզի մենք վերականգնենք մեր գենետիկական ծրվածություն ասեմ, պատկեր ասեմ, աշխարհագրական պատկերը այն հայկական լեռնաշխարհի օրոք վրա։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ մենք պետք է նմուշարումը իրականացնենք այն մարդկանցից, ում բոլոր նախնիները ապրել են նույն տարածքում։ Ձեր դեպքում մուսալերցի են։ Այսինքն ձեր 2 տատիկը եւ 2 պապիկը եւ նրանց ծնողները եղել են մուսալերից։ Այո, 6 սերունդ Հա, ուսումնասիրել 6 սերունդ գիտենք գոնե։ Իսկ այսօր Հայաստանում, երբ մենք սկսեցինք այդ աշխատանքը, դա 12 տարի առաջ էր։ 2014 թիվներ։ Այն ժամանակ մենք մասնագետների միջոցով, օգնությամբ այդ տարածքը հայկական բարձրավանդակի բաժանեցինք 30 հատվածների։ Եվ այդ հատվածները պատահական ձևով չէր, ոչ թե միայն աշխարհագրական դիրքերներ, այլ նաև ազգագրական իմաստով, ազգագրության իմաստով, լեզվի, բարբառների իմաստով, նաև ինչու՞ չէ, նաև աշխարհագրական, այսինքն կար տարբեր խոչընդոտներ, որոնք առանձնացնում էին գետեր, սարեր, չգիտեմ ինչ որ ճահիճներ, թեկուս, այսինքն մենք պետք է վերցնենք ինչ որ մի ձևով որոշակի իմաստով առանձնացված գենետիկորեն առանձնացված հատվածներ։ Առաջի հերթին դա արտացոլվում է բարբառով։ Բայց ժամանակին մենք գիտենք, որ ասենք տեղի ունեցել նաև տեղաշարժեր են տեղի ունեցել։ Ասենք նույն Արցախից ընդամենը 2 դար առաջ ինչ որ մի մեծ հատված տեղափոխվել է, գնացել է, հասել է, ասենք Վանի շրջան, հասել է միջև ավելի դեպի արևմուտք։ Այսինքն մենք պետք է ունենանք եւ պատմական տվյալներ, եւ պետք է նաեւ ունենանք, այսինքն այն կտրվածքը, որը մենք այսօր ի վիճակի ենք ուրեմն իրականացնել կամ վերականգնել։ Ինչու է դա կարևոր հայագիտության համար։ Որպեսզի պատկերացնենք, թե ինչպես է տարածված եղել մեր գենոֆոնդը։ Բայց դրա հետ միասին կան մի ուրեմն առանձնահատկություն կամ ավելի ճիշտ մի ավելի շատ կարևոր նշանակություն ունեցող մի հանգամանք, որի մասին երևի արժի խոսել։ Մենք մեր նախնիները այսօր ձեր տատու տատը այստեղ չի թաղված։ Չէ։ Այնտեղ է։ Իմ ծնողները հայրս, տատս, 2 պապիկս, նրանց գերեզմանները, նրանց շիրիմները գտնվում են այսօր Ադրբեջանում։ Ինչ է դա նշանակում։ Իսկ նրա ավելի նախնիները, ավելի խորը գնանք, էլի այնտեղ են, գարդմանում են։ Ձերոնք էլ արևմտյան Հայաստանում են։ Կամ Կիլիկիայում են, էլի արևմտյան Հայաստանը, այո։ Դա նշանակում է, որ պեղումների ընթացքում, երբ
իրականացնում են պեղումներ, այսինքն դամբարաններ են բացում, թաղումներ, բացելով ձեր նախնիների շիրիմները, վերհանելով, նրանց տվյալները համեմատում են այսօրվա ժամանակակից բնակչության հետ եւ վերադառնալով այն հարցին կամ այսինքն այն մտքին, որ այսօրվա Թուրքիայի բնակչությունը շատ եվրոպական տեսք ունի եւ եվրոպական տեսք ունի միայն այն պատճառով, որ թուրքական տարը այնտեղ ընդամենը 2-3% է, ոչ ավել։ Մնացած 95-ից ավելին 97-98% դա բնիկ ժողովուրդներն են, որոնք ստիպողաբար թուրքացվել են, մամեդականացվել են։ Իսկ որպեսզի մենք կարողանանք ճշմարտությունը բացահայտենք, մենք պետք է օր առաջ, ժամ առաջ այդ պատկերը ատլասի ձևով ունենանք, քարտեզի ձևով ունենանք եւ ասենք, որ սա բանի առանձնահատկություններ է գենետիկական մուսալերցիների, սա Ամասիայի բնակչության հայերի, սա Վանա եւ այլ եւ այլ եւ այլ։ Դա է իմաստը։ Եվ շատ դանդաղ է ընթանում դա, պարզ է, քանի որ նմուշարման հենց ընթացքը պետք է դանդաղ ընթանա, այդ մարդկանց պետք է մենք նույնականացնենք, պետք է հայտնաբերենք, պետք է շատ խորը, շատ լուրջ ձևով նաև հարցաքննենք, ինչու՞ չէ, որպեսզի համոզված լինենք, որ իրոք նրանց բոլոր նախնիները նույն տեղից են։ Եվ այդպես շարունակ ասեմ, որ մենք այս 12 տարվա ընթացքում ընդամենը 400 նմուշ ենք հավաքել, շատ չի։ Քիչ է, բայց ոսկու արժեք ունի այդ նմուշների, այդ հավաքածուն, շատ արժեքավոր է այդ հավաքածուն, քանի որ արտացոլում է այդ աշխարհագրական բազմազանություն, էլի։ Արդեն պատրաստի անալիզներ ունեք այդ 400-ից։ Դե մենք արդեն ունենք պատրաստի եւ նույնիսկ հոդվածներ են գրել, բայց մենք ուզում ենք, որ այդ վերջնական տեսքի հասնենք եւ հույսով եմ, որ եկող տարի դա կլինի, քանի որ մոտավորապես արդեն 250-ից ավելի տվյալներ է սպասվում, 190 ունեինք, հիմա 70-ն էլ ավելացնում ենք, 260-ին մոտենում ենք։ Դա բավականին մեծ, բավականին բառ այստեղ չի ասում, դա շատ մեծ հավաքածու է եւ այնքան է մեծ, որ թույլ կտա եւ առանձին հատվածների գենետիկական պատմությունը վերականգնել եւ ստանալ այդ խճանկարը, այդ բարձրավանդակի գենետիկական ատլասը ստանալ, որը արդեն իր դերակատարությունը կունենա։ Բացի դրանից մենք բացի այդ պատկերից մենք այդ բոլոր ԴՆԹ նմուշները մենք պահում ենք։ Ինչու ենք պահում, այսինքն դա առանձին մի բանկ է, առանձին մի շտեմարան է, ֆիզիկական իմաստով, որտեղ պահպանվում են այդ բոլոր 250-280, բայց 400-ը մենք ոչ բոլորն ենք ենթարկել, ուրեմն անալիզի, այստեղ ֆինանսական հարցեր է, իհարկե, սահմանափակումները, այդ 250-ը, այդ 400-ը կմնան եւ ինչու գնալով գիտությունը զարգանում է, տեխնոլոգիաները ավելի զգայուն են դառնում եւ մենք կարող ի վիճակի կլինենք ոչ միայն կարդալ այդ 3 միլիարդ 200 միլիոնը, այն նաեւ նրանց, այսպես ասած, դիրքավորումը, որը էլի ունի գենետիկական նշանակություն ունի, հետագայում հաջորդ սերունդները արդեն այդ նույն ԴՆԹ-ն կօգտագործեն մի քիչ ավելի հմուտ ձևով, մի քիչ ավելի կամ շատ ավելի, ուրեմն զգայուն ձևով կարդան այդ ինֆորմացիան, որը որ պարունակում է այդ ԴՆԹ-ն։ Ինձ մոտ այսպիսի հարց առաջացավ, երբ պատրաստ լինեն, ես գիտեմ, որ դա թանկ հաճույք է եւ մեծ ֆինանսների հետ է կապված եւ հուսամ կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն նպաստել այս ծրագրի իրականացմանը, որովհետեւ դա յուրաքանչյուր հայի ապագայի խնդիրն է։ Եվ եթե
մեծ հույսով եմ ասում պատրաստ լինեն այդ բոլոր հետազոտությունները եւ որևէ մեկը լսի ձեր զրույցի մասին եւ մտածի ես գիտեմ որ իմ նախնիները վանեցի են կամ բալուից են գնամ անալիզ հանձնեմ եւ տեսնեմ ինչ կապ ունեմ այն պատրաստի նյութերի հետ, որոնք պահպանվում են պարոն եպիսկոպոսյանի արխիվում։ Եվ անալիզ է հանձնում, արդյոք հնարավոր կլինի գտնել կապ այն մարդկանց միջև, որոնք անալիզ են հանձնել եւ մի մասը մաքուր բալուից է ենթադրեն կամ սասունից է, իսկ մեկ ուրիշը մասամբ է սասունից, բայց ինչ որ կերպ հնարավոր է կապ ազգակցական։ Ամեն ինչ հնարավոր է, այստեղ միայն մի սահմանափակում կա կամ սահմանափակում չի, մի հնարավորություն կա, քանի որ մենք աշխատում ենք Ատլասի ստեղծման վրա, դա նշանակում է, որ մենք բոլոր մեր ջանքերը, մեր ֆինանսական միջոցները, մենք ուղղում ենք հենց դրա վրա։ Բարձա ուրիշները, ցանկացած մարդ որ գա, մենք ասում ենք խնդրեմ, ուղարկի քո տվյալները, նույն տեղը ինչպես մենք ենք ուղարկում, քո տվյալները, չգիտեմ, այդ ֆինանսական հարցը դու հոգա, դու այդ հարցը լուծի, տվյալները մեզ տրամադրի, մենք էլ ասենք այո, հենց դրա մասին ենք ասում։ Հենց դա խնդրեմ։ Մենք պատրաստ ենք այդ օգնությունը կամ չգիտեմ, այդ ծառայությունը ցուցաբերել, այո։ Սովորաբար, երբ դուք հետազոտում եք հայ մարդկանց գենը, քանի տոկոսն է նրանց գենետիկ կոդի հայկական։ Դե ասեմ ոնց, հարցադրումը սխալ է։ Չէ, նորմալ է դա։ Ոչ մասնագետի համար դա։ Նայեք, ես բացատրեմ դա այս տարբերակով։ Մարդկությունը շատ նոր, այսինքն մարդ բանականը, շատ երիտասարդ տեսակ է։ Ընդամենը 350,000 տարվա։ Դա նշանակում է, որ այդ կարճ ժամանակա ընթացքում մենք չենք ունեցել հնարավորություն ավելի շատ բազմազանալը։ Դա նշանակում է, որ մենք գենետիկորեն շատ նման պետք է լինենք եւ երբ որ մենք վերցնում ենք եւ դա համեմատում ենք, որ ավելի ճիշտ տրոհում ենք ինչ որ տարբեր ազգերի եւ տարբեր ինչ որ մայրցամաքների այդ բնակչությունը, ստացվում է որ մենք մեր բազմազանությունը, այսինքն մեր ոչ նման լինելու ուրեմն մակարդակը 0.1%-ի սահմաններում է։ 99.9%-ը մենք նույնն ենք, ամբողջ մարդկությունը։ Լավ։ Եվ դրա մեջ որոշից այն 0.1%-ի, մի քանի միլիոն ընդամենը նուկլեոտիդներ են։ Իսկ դա նշանակում է առաջի հերթին, որ անհնարին է ստեղծել զենք, որը լինի միայն մի բանի դեմ, մի ժողովրդի դեմ, մի էթնոսի դեմ, ստեղծված լինի մի էթնոսի դեմ։ Այսօր կան պետություններ, որտեղ իրենց իշխանությունները այդ ցավով են տառապում, այսինքն շատ անհիմն ցավով, որ իրենց տվյալները թույլ չեն տալիս հրապարակել, ինչ որ շտեմարաններ մտցնել, համարելով, որ այդ տվյալները կարող է օգտագործվել իրենց թշնամիների կողմից եւ ստեղծվի ինչ որ համապատասխան, այսպես ասած, թիրախավորված զենք ստեղծվի գենետիկական։ Անիմաստ, անհիմն, եթե ավելի կոշտ բառ չօգտագործեմ։ Եվ փառքասու Հայաստանում այդ ձևի անհիմն որոշումներ չեն կայացնում, իսկ որոշ պետություններում, որոնց մեզ քաշ ծանոթ են, նրանք այդպիսի որոշումներ ունեն եւ դրանով սահմանափակում են իրենց մասնագետների հնարավորությունները, որպեսզի նրանք ներառվեն միջազգային գիտության, ասենք այդ խոսքերի մեջ։ Դե հա, այդպես է եւ այսօր իմ գործընկերները ուղղակի տառապում են հենց այդ որոշումները իրենց համար շատ մեծ, շատ ցավալի խոչընդոտներ են ստեղծում։ Այդպես է։ Հա, դե ինչ ասեմ, դա սովորական բան է, պատկերը, երբ չինովնիկները խանգարում են, դա այսօր կատարվում է Ամերիկայում,
Մենք տեսնում ենք, այո, շատ երբ որ այնտեղ սահմանափակում են միջազգային ուրեմն համագործակցությունը Զարմանալի է։ Թվում էր թե ամենաառաջատար պետություններից է Ժամը եղել է մինչև 2 տարի առաջ հասկացա լավ Հուսանք մեզ մոտ նման խնդիրներ չեն առաջանա ես շատ գոհ եմ որ Հայաստանում չկա այդպիսի միջամտություն եւ ասենք իշխանությունները այդպես պատվեր են իջացնում կամ հրահանգ կամ հրաման ինչպես ասենք դա կատարվում է մեր հարևան պետությունում երբ որ ասում են ապացուցեք որ հայերը եկվոր ժողովուրդ են Հա դա հրաման է քանի որ դա նշանակում է որ գիտություն չի դա արդեն դա ծառայություն է գիտությունը չի կարող լինել ծառայություն գիտությունը դա ազատ մտքի թռիչք է ազատ մտքի չգիտեմ բանա այդ ինչ զարգացում է գիտություն առանց ազատության գիտություն չի պետք է ազատություն լինի եւ կարծում եմ որ Հայաստանում թեկուզ մեր ասպարեզում այդ ազատությունը կա հրաշալի է Եթե մենք խոսում ենք հայազգի գենի մասին ապա մեզ մոտ էլի մի թե միֆ է, թե լեգենդ է, չգիտեմ, վարկած կա, որ ժամանակին բոլոր հայերը կապուտաչ էին եւ շիկահեր։ Չէ, ես արդեն պատասխանեցի։ Մենք տարբեր ենք։ Շատ լավ։ Գնացեք, երբ որ Հադրուտի շրջանում էի ես աշխատում երկար տարիներ, 15 տարի պեղումներ, Հադրուտի շրջանի երեխաները բոլորը կապուտաչիա են եւ շիկահեր։ Եվ մեր աշխատակիցը Իռլանդիայից էր, ասում էր ոչ մի ձևով իռլանդական երեխաներից չեն տարբերվում։ Հետաքրքիր է։ Նույնը դա միայն բանում չէր, այդ տեղ չէր, կան մի քանի ուրեմն հատվածներ, որտեղ որ կապուտաչիա են հայերը, բայց կան նաև շատ ուրեմն հատվածներ, որտեղ որ մազերը մուք են, աչքերի գույնը մուքը, դա խոսում է բազմազանության մասին եւ մեր բազմազանությունը փառքասու շատ մեծ է եւ ես կուզենայի կցանկանայի որ մեր բազմազանությունը մենք կարողանայինք պահեինք բարձր մակարդակի շատ լավ անգամ իմ ընտանիքում եւ մայրիկիս կողմից եւ հայրիկիս կողմից տարբեր աչքերի մազերի գույնով մարդիկ կան իսկ քույրիկիս տղան Հետերոքրոմիո, ճիշտ եմ ասում արտահայտություն, տարբեր գույնի աչքերով է ծնվել։ Հետերոքրոմատիկա է։ Հա, դա գենետիկ շեղում է, թե Դա շեղում չի, դա ուղղակի ժամանակին տեղի ունեցել ինչ-որ մի հատ տրոհոմա տեղի ունեցել։ Մոզաիցիզմ են ասում դա, բայց մենք դա ոչ մի ձևով չի ազդում մեր վերաբերմունքի վրա այդ երեխայի հետ կապված։ Շատ գրավիչ առանձնահատկություն է իմիջիայլոց։ Ես երբ որ տեսնում եմ, ասենք, այդ վառ մազերով, այսպես կոչված կյաժ մազերով երեխաներին, ես ուրախանում եմ, որ նորից ինչ որ դրսևորվում է մեր բազմազանությունը էլի։ Արդյոք մաշկի գույների կամ մազերի աչքերի գույների դեպքում որ գույնն է գերակշռում գենետիկայի մեջ, թե նման բան չկա։ Նո սովորաբար էսպես է, մուգ գույնը դոմինանտ գույն է։ Դա է, դա տարածված է, բայց մոտարապես ինչքան հիշում եմ 8 մուտացիաներ կան կամ 8 ալելներ կան աչքի գույնի հետ կապված եւ դրանք Հայաստանում համարյա բոլորը կան։ Հրաշալի է։ Մի տարօրինակ հարցել ունեմ, պարոն եպիսկոպոսյան։ Արդյոք գենետիկան ազդում է մեր հուզական դաշտի վրա կամ երբ մենք ասում ենք արյան կանչ, չգիտեմ ինչ, թե դրանք բացարձակ գիտության հետ կապ չունեն եւ ընդհանրապես հոգեբանական խնդիրներ են։ Դե նայեք, վերջերս էս վերջի երևի մի 10 տարում էլի ոչ շատ, նույնիսկ ավելի քիչ, սկսել է զարգանալ մի ուղղություն, որը փսիխոգենետիկա են ասում։ Այսինքն նաև ուսումնասիրում են թե ինչ մակարդակով է գենետիկական գործոնը ազդում մեր հոգեբանական, ասենք, հատկանիշներին, մեր հոգեբանության վրա եւ ավելին ինչպես է արդյոք մեր կարիերան նույնիսկ
արդյոք մեր ունակությունները, մեր ձգտումները, դեպի, չգիտեմ, պայծառ ապագա, չգիտեմ, լավ կարիերայի, դրանք գենետիկորեն ուրեմն պայմանավորված են։ Չի ասի, որ ինչ-որ կա համոզիչ պատասխաններ, բայց կան դեպքեր, որ ապացուցված է, թեկուզ ասենք երկվորյակների հիման վրա, բայց ոչ միայն ասենք վիճակագրական իմաստով, այլ նաև առանձին մուտացիաների իմաստով, որ այո, գենետիկական գործոնը այստեղ գոյություն ունի։ Դեև դա նշանակում է, որ մենք պետք է սպասենք եւ որ մոտ ապագայում մենք ունենանք ստույգ տվյալներ, այսինքն նորածին երեխու մոտ մենք կարող ենք նաև ասել, որ այս երեխան օժտված է գենետիկորեն, որ ինքը կարող է դառնալ շատ լավ երաժիշտ։ Այս մեկը լավ սպորտսմեն կարող է, մարզիկ կարող է դառնալ եւ այլ։ Այդպես դա կարող ենք ասել։ Մարդու քանի տոկոսն է մարդու վարքագծի կենսակերպի, քանի տոկոսն է ժառանգական եւ քանի տոկոսն է ազդեցության հետևանք։ Այդ հարցի պատասխանը կա ընդհանուր առմամբ, այսինքն հավաքական ձևով մոտավորապես 40%-ն է, որ պայմանավորված է գենետիկական գործոններով։ 60%-ը դա միջավայրն է, քիչ չի, իհարկե քիչ չի։ 60%-ը միջավայրն է, ինչը նորից քիչ չի, եւ գերակշռում է իհարկե եւ պետք է դա հաշվի առնենք, որ կան դեպքեր, կարծում եմ դա առանձին զրույց եւ մենք պետք է դա հաշվի առնենք եւ լավ կլինի, որ Հայաստանում այդ աշխատանքները իրականացվեն։ Բայց ցավոք եւ գենետիկայի մասնագետներն են քիչ եւ քիչ են նաեւ հոգեբանության մասնագետները, որոնք ունեն համապատասխան գիտելիքներ գենետիկայից։ Դա միայն զարգացած պետություններում է դա ուրեմն այդ աշխատանքները տեղի ունենում, զարգանում եւ հուսամ, որ հաջորդ սերունդը դա ի վիճակի կլինի դա զարգացնել Հայաստանում։ Ես էլ հույս ունեմ։ Շնորհակալ եմ անչափ։ Վստահ եմ, որ ձեր զրույցը լսելուց հետո շատ մարդիկ իրենց հարցերի պատասխանները կունենան եւ պատիվ է ձեզ ունենալ մեր ժամանակներում որպես մեծագույն գիտնականներից մեկը մեր օրերի, դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ եւ հույս ունենանք, որ ձեր ծրագիրը շատ արագ կհասցնեք ամփոփել եւ մենք կունենանք այն ատլասը, որը պլանավորել։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, սիրելի մարդիկ, կհանդիպենք։